Ինչպես պատրաստվել կոլոնոսկոպիայի 5 կարևոր քայլեր։ Հաստաղիքի քաղցկեղը զարգանում է տարիների ընթացքում, հաճախ լուռ եւ առանց ախտանիշների։ Իսկ կոլոնոսկոպիան դա միակ մեթոդն է, որը հնարավորություն է տալիս վաղ փուլերում հայտնաբերել պոլիպները, կանխել նրանց քաղցկեղածնությունը եւ ապահովում է լիարժեք տեսողական գնահատական աղիների պատի մասին։ Շատ կարևոր է աղիների ճիշտ նախապատրաստումը։ Կոլոնոսկոպիայի արդյունքի ճշգրտությունը ուղիղ կապ ունի աղիների մաքրության հետ։ Լավ պատրաստվածությունը թույլ է տալիս բժշկին տեսնել աղիքային պատը հստակ եւ ամբողջությամբ։ Աղիների դատարկումը ներառում է 3 հիմնական փուլեր։ Առաջինը՝ ճիշտ սննդակարգ, երկրորդը՝ լուծողական հեղուկի պատրաստում եւ երրորդը՝ ջրային բալանսի պահպանում։ Ճիշտ սննդակարգը՝ բացառել բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն, սերմեր, լոբազգիներ։ Թույլատրվում է օգտագործել հավի միս, ձուկ, ձու, մակարոնեղեն, սպիտակ հաց։ Կոլոնոսկոպիայից առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել կաթ եւ կաթնամթերք, քանի որ դրանք կարող են խանգարել աղիների մաքրմանը։ Քայլ երկրորդ՝ աղիների դատարկում։ Մաքրող լուծույթը նախատեսված է աղիները լիովին դատարկելու համար։ Սկսվում է օգտագործվել հետազոտությունից առաջ բժշկի հստակ ցուցումների համաձայն։ Չի կարելի ինքնուրույն փոխել որևիցե դեղաչափ։ Առաջին դեղաչափից հետո ազդեցությունը սկսվում է 1-ից 3 ժամվա ընթացքում։ Ուստի ցանկալի է մնալ տանը կամ լինել հանգիստ հարմարավետ միջավայրում։ Քայլ 3. Ջրային բալանսի պահպանում։ Լուծույթի ընդունման ընթացքում անհրաժեշտ է խմել մաքուր ջուր, թեյ, թափանցիկ հյութեր առանց մանրաթելերի։ Ջուրը պահպանում է հեղուկների հավասարակշռությունը եւ կանխում է ջրազրկումը։ Վերջին 4 ժամվա ընթացքում անհրաժեշտ է խուսափել ուտելուց, ցանկացած հեղուկ խմելուց եւ ծխելուց։ Սա ապահովում է հետազոտության անվտանգությունն ու որակը։ 5-րդ՝ հագնվեք հարմար եւ եկեք հանգիստ բարձր տրամադրությամբ։ Կոլոնոսկոպիան ցավոտ չի, տևում է մի քանի րոպե եւ կատարվում է ներերակային անզգայացմամբ։ Ձեր առողջությունը սկսվում է ճիշտ կանխարգելումից։ Կոլոնոսկոպիան վստահելի, արդյունավետ եւ կյանք փրկող միջամտություն է, իսկ ճիշտ նախապատրաստումը ապահովում է դրա ամբողջական հաջողությունը։